Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ մենք շատ հետաքրքիր փառատոնի մասին ենք հիմա զրուցելու։ Եվ այսպես, ես կարող եմ համապետական սպորտային փառատոնը միավորում է հատուկ կարիքներ ունեցող 8-ից 50 տարեկան ավելի քան 150 մասնակիցների Հայաստանի Հանրապետության տարբեր մանկատներից, խնամքի պետական եւ ոչ պետական հաստատություններից։ Նախագծի հեղինակն ու իրականացնողը ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն, այսինքն SOAR, Հայաստան բարեգործական հիմնադրամն է։ Տաղավարում այսօր մենք հյուրընկալել ենք Հասմիկ Դիարյանին, SOAR Հայաստան բարեգործական հիմնադրամի փոխտնօրենին եւ Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Դիարյանին։ Բարի առավոտ։ Ամուսինների, բարի լույս, այո։ Ինչպե՞ս եք։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար, այս ջերմ տաղավարում գտնվելու համար։ Դե, եկեք սկսենք հենց հիմնադրամից, հա, ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է այդ ամենը կազմակերպվում այնտեղ։ SOAR բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին եւ 2005 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում։ Հիմնադիրը Ամերիկայում բնակվող հայազգի պարոն Ջորջ Յակոբյանն է։ Հիմնադրամի նպատակը աջակցել հատուկ տիպի հաստատություններում պետական եւ ոչ պետական, ինչպես արդեն նշեցիք, խնամքի եւ պաշտպանության կենտրոններում բնակվող երեխաներին, երիտասարդներին, աջակցությունը կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում, սոցիալական, ինչպես նաև աջակցել երեխաներին, որոնք գտնվում են հատուկ տիպի կենտրոններում, ցերեկային, ոչ ցերեկային, պետական եւ ոչ պետական, ինչպես նշեցիք, ինչպես նաև անապահով խոցելի երեխաներին եւ երիտասարդներին տարբեր ծրագրերի միջոցով, որոնք են առողջապահական ծրագրերը, կրթական ծրագրերը, սոցիալական ծրագրերը։ Հիմնադրամը տարիներ շարունակ տարբեր տեսակի նախաձեռնություններ է իրականացրել, որոնցից մեկը ես կարող եմ համապետական սպորտային փառատոնն է, որը իրականացնում ենք 4 տարին մեկ անգամ, եւ այս տարի 3-րդ անգամն է, որ պիտի իրականացնենք այս ծրագիրը Գյումրի քաղաքում։ Նախորդները եղել են Երևանում եւ Ծաղկաձորում։ Իսկ ունենք ֆիդբեքեր նախորդներից, այսինքն հիմնվում ենք նախորդների փորձի վրա եւ ինչ որ բան ավելացնում։ Սպորտաձևերը, որոնք որ նախորդ տարիներին եղել են, դրանք 5-ն են եղել, այս տարի պահպանել ենք միայն 3-ը, քանի որ այդ 3-ում տեսել ենք, թե հաշվանդամ ունեցող երեխաները ինչպիսի առաջադիմություններ են կարողացել ցուցաբերել, թիվը շատացել է, մեծացել է, ներգրավվածությունը ավելացել է, պարապմունքները 3 ամիս է, որ անցկացնում ենք մարտ ամսից սկսած, փուլային ենք անցկացրել, ծրագիրը նախապատրաստական փուլ ենք ունեցել, որից հետո անցել ենք մարզումների փուլը եւ իհարկե կունենանք արդեն փառատոնի փուլը։ Սեղանի թենիսը շատ տարածված է մեր հայրենակիցների շրջանում եւ մարդիկ շատ սիրում են եւ այսպես սիրողական մակարդակով բոլորը կարծես թե միշտ կարողանում են խաղալ եւ պատվովել դուրս են գալիս իրավիճակներից։ Փառատոնի շրջանակում ոնց կգնահատեք այս սպորտաձևի կարեւորությունը եւ կիրառելիությունը եւ առասակ մի քիչ պատմեք ներգրավվածությունը սպորտաձևի այս փառատոնի մեջ։ Ես մեր ֆեդերացիան 3-րդ անգամ է համագործակցում, ես կարող եմ փառատոնին հետ, SOAR-ի հետ, մենք առաջի տարին, մենք բացի այս հաստատությունների մարզուհիները, մենք ֆեդերացիա ունենք, որտեղ պրոֆեսիոնալ մարզիկներ են, ունենք ազգային հավաքական, մասնակցում ենք Եվրոպայի առաջնությունների, բավականին պրոֆեսիոնալ թիմ ունենք։ Առաջի տարին մենք մեր թիմով մասնակցեցինք, դրանից հետո որոշեցինք, որ արդեն հաստատություններ գնանք, այնտեղ փորձենք գտնել նոր մարզիկներ, շատ կարևոր է, օրինակ այս 3 ամսվա, 2.5 ամսվա ընթացքում ես արդեն որ մարզվում եմ, մեր 2 հաստատությունին հրավիրեցինք մեր ֆեդերացիայի մրցաշարին եւ մեկը առաջի տեղ գրավեց, մեկը երկրորդ, այսինքն նոր մարզիկներ մենք կարողացանք գտնել այս փառատոնի շրջանակներում։ Շատ կարևոր է, որովհետեւ սա հնարավորություն է տալիս դուրս գալ առօրյայից, այդ իրանց հաստատություններից, նոր իրանց նոր տեղ դրսևորելու հնարավորությունը հաջողությունների հասնելու կյանքի մի փուլ է, որը ավելի ինձ թվում է իրանց համար հետաքրքիր կլինի եւ ինչու՞ չէ արդեն ցանկացողներ կան, որ մնան շարունակեն այս փառատոնից հետո մարզվեն։ Ինձ թվում է նոր մարզիկների հայտնաբերելու համար բավականին լավ
միջոցը։ Եվ նաև ընկերության համար փառատոնները հիանալի առիթ են, եւ ոչ միայն ընկերության, նաև ամուսնության համար լավագույն առիթներից են ձեր օրինակով։ Հիմա մի քիչ պատմեք ձեր պատմությունը եւ փառատոնների ժամանակ մարդիկ որքանով են ընկերանում միմյանց հետ, փառատոնից հետո կապը պահում են, չեն պահում։ 2018 թվականին, երբ որ իրականացրեցինք առաջին անգամ փառատոնը, իրականում ինքը նախաձեռնողը եւ հիմք դնողը ծրագրի հենց SOAR բարեգործական հիմնադրամն էր, շատ մեծ պարտավորվածությամբ եւ պարտականությամբ վերցրեցինք այս ծրագիրը եւ ծանոթացանք արդեն ֆեդերացիաների հետ, որոնք որ տարիների փորձ ունեն աշխատելու նման ոլորտում եւ Ալեքսանդրը նույնպես հանդիսանալով մարզաձևերից մեկի արդեն փոխնախագահը հրավեր ստացավ հիմնադրամի կողմից մարզելու եւ իրենց թիմով մասնակցելու փառատոնին Եվ համակրանք, ամուսնություն, մինչ այսօր համագործակցություն։ Իսկ ձեզից բացի էլի եղել են փառատոնի շրջանակում ամուսնության հետաքրքիր առիթներ։ Միգուցե ես ավելի էստեղ կդիտարկեի հաստատության շահառուների կապը մեկը մեկի մյուսի հետ, ինչպես Ալեքսանդրը նշեց, այո, սա հնարավորություն է իրենց դուրս գալու իրենց հաստատություններից, նաև ասեմ, որ այս փառատոնը, որը կազմակերպում են գիշերակացով է, այսինքն 3 գիշեր, 11 հաստատության 150 շահառու հնարավորություն ունեն միտեղ վայելելու միմյանց ներկայությունը, որն էլ հնարավորություն է տալիս, այո, ինչու՞ չէ, նաև ճանաչելու մեկը մյուսին օգնելու նույն հաշվի չառնելով իրենց ֆիզիկական կարողությունները հնարավորինս փորձում են մեկը մյուսին օգնել, աջակցել եւ հետագայում ինչու՞ չէ տարբեր միջոցառումներին արդեն միմյանց տեսնելով, ողջունելով եւ միմյանց ճանաչելով։ Մասնակցությունը ինչպես է կազմակերպվում։ Մասնակցում են նրանք, ովքեր ցանկանում են, թե մասնակցում են նրանք, ովքեր ընտրում եք դուք։ Մեր մարզիչները, որոնք որ այս պահին էստաֆետա խաղերի համար են նախատեսված, սեղանի թենիս եւ բոչիա, իրենք մոտենում են 11 հաստատություն եւ այնտեղ արդեն ընտրում են այն մասնակիցներին, ովքեր որ ունեն հմտություն, կարողություն եւ զարգացնելով իրենց կարողությունները արդեն մասնակցում են մեր միջոցառմանը։ 3 ամիս այդքան էլ քիչ ժամանակ չի, որպեսզի կարողանան հասցնել այն մակարդակի, որ իրենց ուժերը փորձեն օրինակ Ալեքսանդրը կասի սեղանի թենիսի մասով քանի հոգի մասնակից ունենք։ Ինչպես դուք ասեցիք, թենիսը շատ տարածված է ու բոլորը սիրում են, ու սկզբում բոլորն էին ուզում, ով իմացավ որ տենց մարզում արինելու, բոլորը միանգամից ցանկացան մասնակցել։ Բայց նախ ժամանակն է կարճ, որպեսզի այդ բոլորի հետ խաղալ եւ մենք ընտրեցինք օրինակ հաստատություն կա 3 մարզիկ, հաստատություն կա 5, ովքեր քիչ թե շատ կարողացան հասկանալ, ըմբռնել այդ տեխնիկան շարժումները ու տենց հիմա ցեղային թենիսի մասով ասեմ ավելի քան 20 հոգի արդեն ընդգրկված է, պետք է մասնակցի։ Աղջիկներ, տղաներ։ Շատ կարևոր գործ եք անում եւ պատասխանատվությունն է շատ մեծ եւ վստահ եմ արդյունքներն են վերջում շատ շնորհակալական եւ գոհացնող լինում։ Բայց ինձ հետաքրքիր է 150 մասնակից մի տեղում արդյոք թիմը մեծ է եւ կարողանում է հեշտությամբ կառավարել մասնակիցներին համախմբել, թե հայկական իրականությանը հատուկ փոքր թիմով մեծ աշխատանք եք անում։ Երկրորդ տարբերակին հակված պատասխանելու, այո, թիմը շատ մեծ չէ, բայց նվիրված թիմ է, ճկուն թիմ է եւ մենք էլ մեր կարողություններն ենք կարողացել զարգացնել ծրագրերի այդ շատ մեծ ծրագրերի շրջանակներում, այո, թիմը փոքր է, աշխատանքը մեծ եւ սիրով, պատվով առաջ ենք գնում։ Եվ քանի որ գործ ունեք հատուկ կարիք ունեցող մասնակիցների հետ, ինձ հետաքրքիր է արդյոք բոլոր պայմաններն են հաշվի առնվում արդեն փառատոնի ժամանակ, որպեսզի կարողանան նաև մասնակիցներն իրենց ավելի կոմֆորտ զգալ։ Այո, իհարկե, ամեն դետալ հաշվարկված է, շարժողականությունը երեխաների, հասանելիությունը դահլիճների, որոնք որ ընտրված են, եւ նաեւ փակումը ես կուզենայի նշել փառատոնի համերգային ծրագրով տեղի ունենալու Վարդանաջեմյանի Գյումրիում Վարդանաջեմյանի պետական դրամատիկական թատրոնում, որը նույնպես հարմարացված է հաշվանդամություն ունեցող անձանց համար։ Այո։ Ամեն ինչ հաշվի առնված է։
Եվ հետաքրքիր է բացի նրանից, որ փառատոնը կազմակերպել է եւ այս շատ մեծ աշխատանքը եւ շատ օգտակար աշխատանքը կատարելը ձեզ մի լավ, այսպես մեծ նվեր է կյանքի տվել, դուք կազմել եք միասին ընտանիք, բացի այս մեծ նվերից ինչ է տալիս ձեզ այս աշխատանքը, ինչ ֆիդբեքեր եք ստանում, ինչ եք գտնում, որովհետեւ յուրաքանչյուր աշխատանք, որտեղ մենք շատ բան տալիս ենք, առաջինը դա մեզ վերադառնում է եւ մենք վստահ եմ շատ լցվում ենք նաեւ հենց այդ տալուց։ Ինչ ֆիդբեքեր կան եւ ինչ եք ստանում այս նախագիծը իրականացնելուց։ Ես կասեի առաջնահերթ մասնակիցների ժպիտը, մասնակիցների ողջավորվածությունը, ինչու՞ չէ կապը նաեւ մեզ հետ որ ամրապնդվում է, մենք հաստատություններ ծրագրային ենք մուտք գործում, բայց ամեն ծրագիր իրականացնելուց հետո մեր շրջապատը ավելի ընդլայնվում է երեխաների առումով, շահառուների առումով եւ նույնիսկ ունենք այնպիսիները, որոնք որ պարտադիր մեզ զանգում են շաբաթական մեկ անգամ կտրվածքով, հարցնում են մեր ինչպիսությունը, նրանք էլ մեր կյանքով են հետաքրքրվում, ինչու՞ չէ նաեւ այն ներուժը, որը որ տեսնում ենք երեխաների մեջ, որոնք ապացուցում են, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, մենք ինքներս էլ երբևէ գլուխ չենք խոնարհում դժվարությունների առջև։ Իսկ դուք ինչպես եք կարծում, փոքր թենիսը ամենահեշտ մարզաձևերից մեկն է, որովհետև Ես չի ասի հեշտ։ Առանց պատրաստվելու մենք գնում ենք, վերցնում ենք, միանգամից խաղում ենք բոլորս, այդ ինչ ֆենոմեն կա այդ սպորտաձևի մեջ։ Կա սիրողական եւ պրոֆեսիոնալ։ Սիրողականի համար բավականին հեշտ է։ Բոլորի համար հասանելի, թե կանոններն է པարզ, խաղը ընդհանուր པարզ է, բայց երբ որ պրոֆեսիոնալի վրա ենք շեշտը դնում, այնտեղ արդեն սկսվում է դժվարություններ, բարդություններ, աշխատանքն է կրկնապատկվում, ժամանակը դե տեխնիկայի վրա տեխնիկական զարգացվածությունն է կարևոր, ֆիզիկականը ես կասեի որ հեշտ է սիրողական, բայց պրոֆեսիոնալի համար ինքը բավականին բարդ, ինքը դինամիկ սպորտ է, որ ամբողջ մարմինն է շարժում ու էլի աշխատանքա պետք ու չարչարանք։ Հայաստանում ինչ լեվելի ենք հասել, հա։ Հաշմանդամային սպորտ, այո։ Դե մենք 14 թվին հիմնադրեցինք ֆեդերացիան, առաջինն էր, որը հաշմանդամային ուղղվածության առանձին ֆեդերացիա էր։ Շատ դժվարություններով մենք այսօր ունենք ազգային հավաքական, արդեն 12 տարվա մեջ, որոնք բարբերաբար տարին մեկ անգամ, եթե ոչ ավել, մասնակցում են միջազգային մրցումների, դա բավականին մեծ արդյունք է, ես ասեմ, որտեղ Հայաստանում հաշմանդամային սպորտը այդքան էլ տարածված չի ու շատ մարդ չի իմանում, որ այդպիսի բան կա։ Նու արդյունքները դեռ մի քիչ այդքան էլ արդյունքներ չի ստացվում, որովհետև Եվրոպայում աշխարհում շատ բարձր մակարդակի վրա, դե պետական մակարդակի վրա։ Բայց առաջ ենք գնում, փորձում ենք, տեսնենք, հուսով ենք մեր մոտ լավ կլինի։ Ինչ սպասելիքներ ունեք փառատոնից այս տարի։ Սպասելիքները շատ մեծ են, բայց առաջնահերթ ուզում ենք, որ այս երեխաները 3 օր գիշերակացով Գյումրիում գտնվելուց վայելեն իրենց օրը եւ հնարավորինս ցույց տան իրենց ֆիզիկական կարողությունները, ինչքանով որ մենք կարողացանք մարզել իրենց եւ այն դինամիկան, որը որ տվել ենք, փորձենք պահպանել տարիների ընթացքում, քանի որ նշեցի 4 տարին մեկ կտրվածքով ենք անում, որ չկորցնեն։ Համոզված եմ, որ կարևոր պահեր են լինում այս ամբողջ ընթացքում, որոնք պետք է միշտ ֆիքսել ու պահել։ Ձեզ նվիրում ենք զանգուն, որ ներկայացնում է Վեդիալկոն, որը հատուկ ներկայացված է հատուկ պահերը կարևորելու համար։ Եվ ուզում ենք, որ կյանքում այս կարևոր գործը, որ դուք անում եք, լավ պահերը շատ լինեն։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ նախագծին եւ այս փառատոնին, որը սպասվում է առաջիկայում։ Շատ շնորհակալ եմ։ Դե հիմա մի քիչ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։